Հրապարակարգը շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ։ Հայաստանի արտգործնախարարը Մյունխենում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, փետրվարի 16-ից 17-ը Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կմասնակցի անվտանգության համաժողովին։ Կլինի Նալբանդյան Մամեդյարով հանդիպում, թե ոչ, դեռևս հայտնի չէ, ավելի վաղ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը, նախարար Նալբանդյանը նշել էր, որ Երևանը պատրաստ է, եթե Բաքուն վերջին պահին չխախտի պայմանավորվածությունը, ինչի նախադեպերը շատ են։ Արցախի սահմանին գիշերը հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց, բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ականանետեր։ Մեր առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողություններին։ Լուրեր Երևանի հոսպիտալից պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը ապաքինվում է, նրա վիճակը արդեն բավականին լավ է, նրան Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան են տեղափոխել հունվարի 24-ին։ Հակառակորդի կրակոցից Ավանեսյանը ստացել էր ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը։ Ծայրահեղ ծանր է շարունակում մնալ ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը, նա գլխի հրազենային ծանր վիրավորում է ստացել փետրվարի 8-ին եւ Մարտակերտից տեղափոխվել Երևանի հոսպիտալ։ Արցախի դեմ Բաքվի ագրեսիայի մանրամասները ներկայացվել են Ստրասբուրգում, ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի վայրագություններն ու Լապշինի արտահանձնումը որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտման փաստեր, Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է եվրապատգամավորներին։ Իմ հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ես որևէ քաղաքական հարց չեմ բարձրացնելու։ Այս խոսքով է սկսում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգյան ասուլիսը։ Եթե անգամ երկիրը ճանաչված չէ, մարդիկ չպետք է անտեսվեն, ասում է ու հիշեցնում ապրիլյան սրացման ժամանակ Ադրբեջանի ոճրագործությունները։ Մենք ականատես եղանք մարդու իրավունքների կոպիտ խախտումների, Ադրբեջանի ագրեսիան ու վայրագությունները արտահայտվեցին սահմանի ողջ երկայնքով, հատկապես Թալիշ գյուղում։ Եվրամիության խորհրդարանի շենքում Ռուբեն Մելիքյանը այս եւ այլ հարցեր քննարկել է եվրապատգամավորների հետ, նրանց ներկայացրել իր կառույցի պատրաստած զեկույցը ապրիլյան իրավիճակի մասին։ Այն երկու տարբերակով է՝ հանրային եւ սահմանափակ շրջանառության համար, լուսանկարներով, Ադրբեջանի վայրագությունների նկարագրություններով։ Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մյուս դեպքը Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին եւս Ռուբեն Մելիքյանի Ստրասբուրգյան քննարկումների կիզակետում է։ Ինձ համար անհասկանալի է, որ ինչ-որ մեկը կարող է բանտարկվել որևէ այլ վայրում լինելու համար, դա անհամատեղելի է մարդու իրավունքների մեր չափորոշիչներին։ Արցախը մի վայր է, որտեղ շատ կուզենայի անցկացնել իմ ամառային արձակուրդը, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է։ Ադրբեջանի կողմից Արցախ այցելությունները, տեղաշարժման ազատությունը սահմանափակելու վերաբերյալ հարցերն են եւ դրա հաղթահարման միջոցները, դա մեր համար կարևոր առաջնահերթություն է։ Պետք է միշտ կիրառել պաշտպանական մեխանիզմներ, սեփական դերակատարությունը ունենալ, խնդրի լուծումն այսպես է պատկերացնում Ֆրանկ Էնգելը։ Ռուբեն Մելիքյանը Եվրոպայի իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրում է Արցախի դեմ ագրեսիային, ահազանգում է, խնդիրը նաև Եվրոպայինն է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ հանդիպումները կլինեն Վիեննայում ու Բրյուսելում։ Աննա Բալյան, Գագիկ Նահապետյան, օրակարգ, Ստրասբուրգ։ Այժմ տնտեսական թեմաներ, կառավարությունը կֆինանսավորի ԵՊՀ ուսանողների 3 լավագույն ստարտափ ծրագրերը, Մայրբուհի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարապետյանը, ուսանողներին հորդորելով նախաձեռնող լինել։ ՀՀԿ համամասնական ցուցակում իր չընդգրկվելը իհարկե անակնկալ չէր եւ ընտրությունների օրը փոխելուն էլ դեմ չէ, բայց չփոխվելու դեպքում անձամբ ինքը եւ եռաբլուր կգնա ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակահարելու եւ ընտրություններին կմասնակցի։ Նա նշել է, որ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ արդեն 475 ներդրումային ծրագիր է հավաքվել, որոնց մեծ մասը իրատեսական է։ Հենց հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը հնչեցրել է 476-րդ ծրագիրը, որը նույնպես կառավարական թիմը կուսումնասիրի։ Գործադիրի ղեկավարը նաև խոստացել է դիտարկել բարձր առաջադիմությամբ ուսանողների վարձի զեղչերի վերաբերյալ առաջարկը։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը միջազգային ճանաչման ճանապարհին է, համաշխարհային բանկը բիզնես գործընկեր է դարձել կենտրոնի ստարտափներից մեկի համար։ Հեղինակավոր միջազգային կառույցը խոշոր պատվեր է տվել հայկական Ֆամբոքսին։
Առաջին խոշոր միջազգային պատվերը Գյումրու IT ոլորտում Համաշխարհային բանկից, որ նաև նոր աշխատատեղեր է խոստանում։ Սա բացառիկ դեպք է Հայաստանում, երբ որ Համաշխարհային բանկը ոչ թե հանդես է գալիս վարկատուի կամ դրամաշնորհ տվողի դերում, այլ պատվիրատուի եւ բիզնես գործընկերոջ դերում ու հենց Գյումրի քաղաքում։ Ոչ թե էժան կամ անհատույց փող, այլ պատվեր, նախնական փուլում $50,000, այն էլ ոլորտի սկսնակներից մեկին, Funbox-ին։ Այս ընկերությունը 2005-ին Հայաստանի կառավարության հայտարարած նորարարական գաղափարների մրցույթում հաղթած 12 ստարտափերից մեկն է։ Ու շատ լավ հնարավորություն էր, որ մեզ առաջարկ եղավ, մենք այդ տեստ պրոյեկտ արեցինք ու շատ փայլուն հանձնեցինք իրենց։ Սա ուսումնական պրոյեկտ է։ Funbox-ը ուսուցողական դասընթաց է անցկացնում տեղեկատվական կենտրոնի ուսանողների հետ, նաև բացատրում աշխատանքի կարևորությունը միջազգային հարթակում։ Չենք պատկերացնում, որ այս կարգի կլինի։ Դրանով երևում ենք ոնց որ դրսում ու reputation, այսինքն ռեպուտացիան ենք բարձրացնում ամբողջ Հայաստանի։ Աշխարհում ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը իր Վաշինգտոնյան գրասենյակի տեղեկատվական պահոցներն ու էլեկտրոնային գործարքները շուտով կփոխարինի հայ մասնագետների ստեղծած ծրագրերով։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, Օրակարգ։ Հայաստանի թեթևարդյունաբերության արտահանման ծավալները ավելացել են մի քանի անգամ, դրանք կարող են էլ ավելի մեծանալ Ռուսաստանի տեքստիլի և թեթևարդյունաբերության խոշորագույն տոնավաճառ ցուցահանդեսից հետո։ Մոսկովյան տեքստիլ Լեկպրոմին հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ և կառավարության ֆինանսավորմամբ։ Թեթևարդյունաբերող հայկական 5 ընկերությունները միասնական ազգային տաղավարով են ներկայացել տեքստիլ Լեկպրոմին, Ռուսաստանի տեքստիլի և թեթևարդյունաբերության ամենախոշոր տոնավաճառ ցուցահանդեսին։ 42 երկրներից ժամանած 2500 ընկերությունների շարքում մեր արտադրողները արժանի որակով և մրցակցային գներով են ներկայացել։ Ունենք ընկերություններ, որոնք արդեն երրորդ անգամ են մասնակցում եւ արդեն ունեն գրանցված պայմանագրեր եւ գրանցված արդյունքներ։ Անցյալ տարի նույն ցուցահանդեսին մասնակցության արդյունքում արդեն ունենք կնքված արտահանման 12 պայմանագիր մոտ 740 միլիոն դրամ արժողությամբ։ В этом году экспорт продукции нашей легкой промышленности։ Այս տարի Հայաստանի թեթևարդյունաբերության արտահանման ծավալներն ավելացել են մի քանի անգամ։ Մեր թեթևարդյունաբերողները ներկայացել են տարաբնույթ հավաքածուներով ռուսական տեքստիլի շուկայում, հայկական ներկայությունը նոր է, բայց հեռանկարային։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից մեկի Գալինա Ռտիշևայի գնահատմամբ հայկական արտադրանքը ռուսական շուկայի համար բավականին ընդունելի գնային առաջարկ ունի, հատկապես մեծ պահանջարկ կարող են ունենալ հայկական գուլպա-զուգագուլպաները։ Например, китайская продукция, которая раньше заполоняла весь наш рынок. Օրինակ չինական ապրանքը, որն առաջ զբաղեցնում էր մեր ամբողջ շուկան, այսօր դոլարի կուրսով պայմանավորված դարձել է անմրցունակ, ասել է թե գուլպա-զուգագուլպաների մեր շուկայում առկա այդ բացը լրացնելու եւ զբաղեցնելու բոլոր հնարավորությունները ունի հայկական արտադրանքը։ Իդեպ Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի առաջարկով Մոսկվայի Արմենիա տաղավարում մեր թեթևարդյունաբերողները կարող են իրենց արտադրանքը մշտական ցուցադրել եւ վաճառել, իսկ տեքստիլ Լեկպրոմ տոնավաճառ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը։ Զարա Օհանյան, Արտակ Ղևոնդյան, Օրակարգ, Մոսկվա։ Հալավերդում աշխատանքից կազատվեն քաղաքի 3-րդ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը։ Քաղաքապետարանը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես փակել մանկապարտեզը, որը մեկ խմբանոց է, ունի միայն մեկ դաստիարակ։ Հենց այս մանկապարտեզի հետ է կապված երեկվա ողբերգական դեպքը 4-ամյա Ռոբերտը աննկատ դուրս է եկել մանկապարտեզի շենքից, ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերել են պարտեզի մոտով հոսող Դեբետ գետում։ Այժմ լուրեր միջազգային լրահոսից Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի խորթ եղբայրը, դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել։ Կասկած կա, որ մահափորձը կազմակերպել է Փխենյանը։ Կիմ Չեն Նամի մարմինը տեղափոխել են Կուալա Լումպուրի հիվանդանոց դիահերձելու, նաև լրացուցիչ հետազոտություններ են կատարելու։ Անհրաժեշտ է պարզել մահվան իրական պատճառը, քանի որ դրա շուրջ արդեն մեծ սկանդալ է հասունանում։ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ խորթ եղբայրն էր։ Նախորդ օրը մալայզիական օդանավակայանում նա վատ էր զգացել եւ կարճ ժամանակ հետո մահացել։ Տարիներ առաջ Կիմ Չեն Նամը համարվում էր հոր Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ամենահավանական ժառանգորդը այդ պաշտոնում։ Բայց ինչ-ինչ պատճառներով հոր բարեհաճությունից զրկվել է։ Դրանից հետո ապրում էր արտասահմանում։
Հարավկորեական հետախուզության տվյալով դեռ 5 տարի առաջ նա նամակ է ուղարկել կրտսեր եղբորը Փհենյանի առաջնորդ Կիմ Չեն Ինին եւ խնդրել, որ նա պահպանի իր եւ իր ընտանիքի անդամների կյանքը։ Նաեւ վստահեցրել էր, որ ոչ ինքը, ոչ իր երեխաները իշխանության որևէ հավակնություն չունեն։ Այդուհանդերձ Սեուլում գրեթե համոզված են, որ Չեն Նամի նկատմամբ մահափորձ է եղել եւ նա մահացել է թունավորումից։ Նախնական տվյալներով օդանավակայանում նրան թունավորել են 2 կին, ենթադրաբար հյուսիսկորեական գործակալներ։ Նրանք տղամարդու դեմքին թունավոր նյութ են լցրել։ Այժմ Մալայզիայի ոստիկանությունը փորձում է գտնել կասկածյալներին, որոնք հանցանքի վայրից հեռացել էին տաքսիով։ Փհենյանը տեղի ունեցածին դեռ չի արձագանքել։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է Հիտլերի նմանակի 25-ամյա երիտասարդին մեղադրել են ֆաշիստական Գերմանիայի առաջնորդին փառաբանելու համար, ինչը Ավստրիայում հանցագործություն է համարվում։ Երիտասարդը տեղափոխվել է բնակվելու իր կուռքի հայրենի Բրաունաու քաղաք։ Հպարտորեն երևացել է հասարակական վայրերում, գրախանութներում փնտրել է գրքեր երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այժմ մեր օպերայի նոու-հաուն հանդիսատեսը օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցները այսուհետև կարող է ոչ միայն ունկնդրել, այլ նաև միաժամանակ ընթերցել բեմի վերևում տեղադրված էկրանին։ Վերդիի ռեկվիեմն էլ առաջիկայում կներկայացվի 3D ձևաչափով։ Երևանը պատրաստվում է նաև օպերային արվեստի առաջին միջազգային փառատոնին։ Ընդամենը 10 օրից Երևանյան օպերայի հանդիսատեսը հնարավորություն կունենա երկլեզու թարգմանությամբ ամբողջությամբ ծանոթանալ ներկայացման լիբրետոին, բեմի ճակատային հատվածում տեղադրված էլեկտրոնային թարգմանական վահանակի միջոցով։ $10,000-ից ավելի արժողությամբ նախագիծը մշակույթի նախարարի գնահատմամբ մեծապես կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այսօր զբոսաշրջիկները Հայաստանում այցելում են հիմնականում պատմամշակութային հուշարձաններ, Գառնի Գեղարդսևան եւ ավարտվում է դրանով ամեն բան։ Այնինչ ժամանակակից արվեստը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է։ Այն պարզապես պետք է ներկայացնել։ Սա ներկայացնելու քայլերից մեկն է։ Տարին հագեցած է լինելու նոր բեմադրություններով, որոնք կհաջորդեն միմյանց, նշում է Կոնստանտին Օրբելյանը։ Դրանցից 5-ը կստեղծվեն արտերկրի հայտնի օպերաների հետ գործակցությամբ։ Մենք չենք սպասի, մինչև կարողանանք նոր ներկայացումների համար ֆինանսավորում գտնել։ Արդեն պայմանավորվածություն ունենք եվրոպական ու ռուսական հայտնի թատրոնների հետ 5 նոր ներկայացումների դեկորների ու բեմական զգեստների նվիրատվության մասին։ Իսկ գարնանային թատերաշրջանը կսկսվի թարմացված խաղացանկով։ Մարտի 5-ին դիմակահանդեսի առաջնախաղն է։ Նոնե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Եվ վերջում եղանակի մասին Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում օդերևութաբանների կանխատեսմամբ, տեղումները շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով կշարունակվեն մինչև ամսի 18-ը։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից 18-ը կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այս պահին դժվար անցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոտք Քարվաճար ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել Հարայինի եթերում, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին կհանդիպենք այդ ժամին։